Ես հասկանում եմ մեծ հաշվով, որ երկրի մեր երեխեքի հարցը լուծելու պետք է լուծի գերագույն գլխավոր հրամանատարը, ով վաղը գնում է Թուրքիա։ Հիմա այս մարդը գնում է Թուրքիա, մենք ոչ ոք չգիտենք ինչ օրակարգով, ինչ է խոսալու, մեր երեխեքի մասին խոսալու է պարոն վարչապետը, թե չի խոսալու։ Սկսենք այդտեղից։ Ես ուզում էի հարց տալ իրան, հիմա հարց եմ տալի, պարոն վարչապետ, գնում ես Թուրքիա, երեխեքի հարցով բանակցելու ես Թուրքիայի նախագահի հետ։ Եթե չէ, ինչի համար ես գնում։ Ես կարծում եմ մեր երկրի համար այս պահին ամենագլխավոր հարցը պիտի լինի երեխեքի վերադարձը, հետո մյուս հարցերը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, բայց երեխեքի հարցը պետք է գա, չէ, որ ազգը սթափվի, այս ծնողները հանգստանան։ Մենք արդեն չգիտենք էլ ինչ անում։ Որքան եք պատրաստվում ճանապարհը փակ պահել, երեկվանից այս իրավիճակն է։ Ընդ որում ասում եք, որ նորանշանակ ԱԱԾ տնօրենին չեք էլ սպասում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երեխաների հարցը լուծի։ Նայեք, ինչքան պետք լինի այնքան կփակենք մեր ուժերի ներածին չափով, բայց նայեք, մեծ հաշվով ինչքան էլ ԱԱԾ նորանշանակ կամ հին տնօրենը պարոն Աբազյանը զբաղվի այս երեխեքի հարցով, բայց մենք սաղս հասկանում ենք, որ սա քաղաքական գործընթաց է։ Ու մետատենա ինչ խոսելա գործընկերներից, բայց սա մեծ հաշվով սաղս ենք հասկանում, երևի այստեղ միամիտ մարդ չկա։ Քաղաքական գործընթացում երկրի ղեկավարներն են հարցով զբաղվում։ Ես իմ կարծիքն եմ ասում, ես վստահ եմ ծնողներն էլ ինձ հետ համաձայն կլինեն, որ կապ չունի ով այս պահին նշանակվում ԱԱԾ տնօրեն կամ պարոն Աբազյանը, պրոստա պարոն Աբազյանի ընդունելությունը, իր աշխատանքը ինքը գիտեր, ամեն ինչ գիտեր։ Պրոստը չէր բացում փակագծեր, գաղտնիությունը հասկանալով, որ պետք չի շատ բան ունենալ, բայց հիմա այս մարդուն մենք չենք էլ ճանաչում։ Չենք ճանաչում։ Ես չեմ էլ ուզում ճանաչեմ պրինցիպի, ոչ իրան մեջարում եմ, ոչ ուզում եմ սմարտուն ճանաչեմ։ Ներողություն ստացվում է։ Մի անհանգստացեք։ 6 տարի զբաղվում է, մենք չենք անհանգստանում, բայց հիմա մենք անհանգիստ վիճակում ենք։ Այսինքն պահանջը մնում է նույնը, ուզում եք վերականգնվի Արմեն Աբազյանի պաշտոնը։ Նայեք, մեծ հաշվով մեր պահանջը ուզում ենք վերականգնվի Աբազյանի պաշտոնը։ Ես կասեի երևի չէ, որովհետև ես արդեն հասկացել եմ, բոլորս ենք հասկացել, որ ով էլ նշանակվի այս պաշտոնի, նորից եմ կրկնում, դա քաղաքական գործընթաց է։ Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի զբաղվում այս երեխեքի հետ վերադարձով, գոնե իմանանք որտեղ են, Աբազյանը չի ուզում ես նշանակեմ ԱԱԾ տնօրեն, ոչ իբա չեմ կարողանալու։ Հարցը հասկացալ եք, չէ՞։ Այսինքն հիմա դուք պահանջում եք, որ Նիկոլ Փաշինյանը գա ձեզ այստեղ հանդիպելու, թե ես հասկանում եմ, որ անլուրջ է հարցը, Նիկոլ Փաշինյանը դե ինքը մեծ մարդ է, բնականաբար չի սենց համարձակվի չէ, լայախ չի անի իշտեմ երպես փուջուր մարդկանց հետ հանդիպելու։ Եթե իշտի շատ լավ կլինի, բայց որ չի իշտում, սենց հեռահար իրան հաղորդում են, որ ուզում ենք իմանանք, դուք որ գնում եք Թուրքիա, ինչ օրակարգով, ախպեր, մեր երեխեքի մասին կա տեղ, կետ ունեք, որ ասեք պարոն Թուրքիայի նախագահ, այսքան մարդիկ կան ձեր հարևան բարեկամ պետությունում, ինչ եք պատրաստ անել։ Այ ինչ պետք է տալ։ Ես չեմ ունեցել։ Ծնողները ունեցել են։ Այդ մասին չէ։ Այդ մասին ով գիտեր, որ ինքը Թուրքիա է գնում։ Հիմա կոնկրետ ձեր պահանջը որն է։ Փողոցը փակելու տրամաբանությունը։ Նայեք, մենք փողոցը սկզբից փակեցինք, որ պարոն Աբազյանը նշանակվի հետ։ Հետո հասկացանք, որ չի կարող այդ լինի։ Հիմա պահանջեցինք հետո, որ այդ նորանշանակը գա, օբշի, սենց սաղից մոտ, կանգնի, ասի են, ինչը որ մենք պահանջում ենք, որ կանեմ, կշարունակեմ, երաշիկներ տա, որ չի լինի, նայեք, հիմա եթե առաջի օրն է ինքը չի գալիս, այդ 10 օր հետո վաբշե մեզի չէր ճանաչելու։ Հասկացաք տրամաբանությունը։ Այսինքն ես հիշեցնեմ, որ օրինական աշխատանքները դադարեցված են 3-4 տարի։ Եվ դա բացառապես քաղաքական հարց է, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը կրթությունների, նա առնվազն պարտավոր է բանակցային գործընթացում սեղանին դնելու անհետ կորածների որոնողական աշխատանքներ եւ աշխատանքների անհապաղ վերսկսում։ Նիկոլ Փաշինյանը դա չի անում։ Ինչու չի անում չեմ կարող ասել, բայց փաստը այն է, որ մենք չունենք անհետ կորածների որոնողական աշխատանքների վերսկսման գործընթաց կամ դրա մեկնարկին ուղղված որևէ քայլ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ դուք ճիշտ նկատեցիք, քանի տարի ծնողները պայքարում են եւ այն ծաղրանքը, որ այս ընթացքում ծնողներին հասցվել է, թույլ տվեք ասել շատ ամոթալի է։ Ծնող կա, որին տվել են օրինակ 3 ձեռք, ու ասել են մի գանգի հետ, դա ձեր երեխան է։ Հիմա այդ ծնողին ոնց դու հանգստացնես, որ ինքը չի գա փողոցում քնի։ Դուք երեկվանից այստեղ եք։ Կներկայացնեք ձեր պահանջը, ինչ պահանջով, ինչ խնդրով ու ովքեր են ձեզ հանդիպել։ Օրինակ ես բռնի անհետացածի հայր եմ։ Անհասկանում չեմ շեշտի։ Պահանջը հետևյալն է։ Պարոն Աբազյանին հեռացնելուց հետո մենք մեր տեղը չենք գտնում։
որտեղ միակ մարդը, որ զբաղվում է անայդ կորածների, բռնի անհետացածների հարցերով։ Որոշ նշումներ կար, հանդիպումներ էր կայանում Ադրբեջանի նախարարների հետ։ Մենք սպասում ենք ինչ-որ իրանից ինչ-որ արտահայտություններ։ Ասու պատասխան։ Իսկ այսօրվա դրությամբ մենք չունենք ոչ մեկի հետ արդեն հանդիպել։ Ումից ինչ ուզեն ու ինչ ուզեն։ Միակ ճյուղը դա է։ Մեր այսօրվա պահանջը, գիտեք ինչ որ կայանում։ Մեկն ու մեկը դուրս, այս մարերը որ նստած են ստեղ, նստած են ստեղ, պայքարում են համար, գոնե բարին են դուրս գան, հարգելով այս ծնողներին, ասեն, ով է տեղակալը, ով ինչ կարա ասի, վաղը ինչ ակնկալիքներ ունեն, կարան պարոն Աբազյանի նման մեծ ինչ-որ հարցերում օգնած են, ասած են։ Մենք այս վեցը արդեն 5-րդ տարին է, հոկտեմբերի 20-ին 5-րդ տարին եղավ։ Մեղք ենք մենք էլ եղավ։ Մենք չգիտենք ոնց ենք ապրում, ոնց ենք շնչում, ուտում ենք, չենք ուտում, արդեն մոռացել ենք ամեն ինչ։